Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Աստված հարցն մերոց լերոքնական ազգիս հայոց Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Հիսուս Փրկիչ մեզ ողորմյա։ Ժողովուրդ ջան, մենք գտնվում ենք Շուշիի Ղազանչեցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, լսում եք երևի ռումբերի ձայները տարբեր տեղերում, տարբեր վայրերում, եւ նաեւ մենք լիահույս ենք, որ Աստված իր զորությամբ մեր տղաներին զորացնում է ամեն վարքյան, ովքեր անտեսելով մահը, նայելով մահվան աչքերի մեջ, ծիծաղում են մահվան երեսին եւ իրենց բազուկները առանց դողացնելու կնքում են մեր արդար կյանքի, մեր հաղթանակների իրական եւ ամբողջական այս ճշմարտությունը բխած Շուշիից։ Եվ այս խոսքերը Հովհաննես Թումանյանինն են, որ ամեն ժամ իմ մեջ անընդհատ հնչում են հայրենիքիս հետ բանաստեղծությամբ եւ ուզում եմ, որ այս օրերին մեր ժողովուրդը այս բանաստեղծությունը շատ արտասանի, ամենուր, ամենտեղ, ամեն քայլի, իր աղոթքի հետ միասին, իր բարի մաղթանքների հետ միասին, կլինի դա ճակատի առաջին գծում, թե թիկունքում, ամենտեղ, ոչ խուճապով, ոչ ընկճվելով, ոչ հուսահատվելով, ոչ խառնելով իրար, համացանցում, ոչ հայոյանքով, ամբողջությամբ այս աղոթքի եւ այս խորհրդի մեջ մնացեք, որ 1915 թվին է գրվել ցեղասպանությունից հետո։ Պատկերացրեք ինչ օրերի մեջ մեր մեծ բանաստեղծը աղոթքով այս տողերն է գրել։ Ես միայն մեկ տունը պիտի ասեմ, որպես մեր նշանաբանը, մեր հավատամքը, մեր կյանքի բանաձևը, սկզբունքը եւ մեր հաղթանակների տեսիլքը։ Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենթանի, կանգնած խոհուն, խորհրդավոր, ճամփին, նորի ու հնի։ Հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ ու խորում ես խորուրդ խորին, տանջանքներում չարաղետ։ Խորում ես դու այն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին, ու պիտի դառնաս այն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին, լույսի հայրենիք, հույսի հայրենիք, իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Կեցե հայոց բանակը, թող Աստված օրհնի Հայաստան եւ Արցախ աշխարհը եւ իր օրհնության ներքո կնքենք մեր հաղթանակները հավերժագնաց հայ ժողովրդի։ Աստված օրհնի բոլորիդ։